Պարոն Մելիքյան, դուք տևական ժամանակ, դուք եւ ձեր գործընկերները իրավապաշտպան առաջարկում են, հորդորում են, որպեսզի քաղաքական ընդդիմությունը քաղբանտարկյալների հարցը դարձնի քաղաքական օրակարգի մի մաս։ Եվ դուք նաև առաջարկում եք ավելի ինստիտուցիոնալ մոտեցմամբ հանդես գալ, ստեղծել ինչ-որ հանձնաժողով։ Արձագանքների մասին էի ուզում իմանալ, կան արձագանքներ, հետաքրքրվածություն կա ձեր առաջարկի պահանջ հորդորի վերաբերյալ։ Նախ ներկայացնեմ այն առաջարկը, որ մենք իրականացնում ենք, այս պահին դեռ խնդիր ունենք փորձել հասկանալ, այսպես ասենք, հանրային տրամադրությունները։ Խնդիրը առաջարկը վերաբերում է նրան, որ ստեղծվի հանձնաժողով, այսինքն ինստիտուցիոնալացվի, որտեղ ներառված կլինեն քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ եւ իրավապաշտպաններ, որոշակի հավամասնությամբ, ընդ որում իրավապաշտպաններ, որոնք որ միաժամանակ չեն հանդիսանում քաղաքական ընդդիմության որևէ ուժի ներկայացուցիչ, որպեսզի արդարությունը պահվի։ Միաժամանակ այդ կառույցի, այսպես վերահսկողության ներքո մենք պատկերացնում ենք տարբեր հանձնախմբերի կամ անունները կարևոր չեն, պրոֆեսիոնալ խմբերի գործունեություն, որոնք առնվազն 4 ուղղությամբ պետք է գործունեություն ծավալեն։ Առաջինը իրավական, որը որ պետք է կազմի համապատասխան մշակի համապատասխան փաստաթղթեր, չափանիշները սահմանի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իր եզրահանգումը այսպես կատարի, թե տվյալ դեպքում մենք գործում ենք քաղաքական հետապնդման հետ թե ոչ, կազմի զեկույցներ եւ այլն։ Երկրորդը միջազգային իրավական, միջազգային ոչ թե միջազգային իրավական, որի խնդիրը պետք է լինի միջազգային գործընկերներին կազմված զեկույցները ներկայացնելը, պատկերավոր ասած բոլոր դռները ծեծելը, դռներից ներս մտնելը, դռներից հանեն պատուհաններից մտնեն, պատուհաններից հանեն երթիկներից մտնեն, դա միջազգայինի գործը պետք է լինի, որ առանց բարձրաձայնի։ Հաջորդը մենք պատկերացնում ենք այսպես հանրության հետ կապերի, հանրային կապերի, որպեսզի լրատվամիջոցների հետ աշխատանք լինի, զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանք լինի, հանրության հետ աշխատանք լինի, հանրության հետ այդ ամեն ինչը ուրեմն ներկայացվի եւ մարդկանց համար ավելի հասկանալի դառնա, ինչի ենք մենք կոնկրետ ազատ քաղբանտարկյալ ճանաչում։ Մինչև հիմա մարդիկ կան, որ օրինակ կարծում են քաղբանտարկյալ ասելով պետք է հասկանանք բացառապես քաղաքական գործիչները, ինչի իհարկե այդպես չի։ Եվ չորրորդը ուրեմն սոցիալական, որը նույնպես շատ կարևորում ենք, որտեղ բազմաթիվ սոցիալական խնդիրներ են առաջանում քաղբանտարկյալների, քաղաքական հարցերով հետապնդումների զոհերի ընտանիքներում, բազմաթիվ են այդ խնդիրները եւ դրանց որպեսզի ավելի համակարգված լուծում հնարավոր լինի տալու։ Կարճ ասած, սա է այն մեխանիզմը, որ մենք պատկերացնում ենք եւ խոսում ենք այս մասին հրապարակավ, այս պահին դեռ ինչ-որ քայլեր չենք ձեռնարկում։ Իմ կոնկրետ թե ինչ արդյունքներ կան, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ իմ հետ կապվել է կոնկրետ Արմին Աշոտյանը եւ մենք քննարկել ենք, որտեղ ինքը նույնպես երբ որ դուրս եկավ այդ գաղափարը ուներ եւ ընդհանրապես իր հետ կարճ քննարկում ենք ունեցել դետալների հետ կապված, այլ որևէ մեկը չի այսպես այս հարցով քննարկել կոնկրետ ինձ հետ, չեմ կարող ասել մյուս գործընկերներիս մասով, բայց սա այս պահին էական չեմ համարում, այն պարզ պատճառով, որ մենք դեռ գաղափարի գեներացման փուլում ենք գտնվում եւ դեռ չենք էլ ակնկալում, որ պետք է այսպիսի ակտիվ քննարկումներ լինեն, դեռ կարճ ժամանակ հետո մենք ինքներս կպատկերացնենք, թե մեր քայլերը հինգ իրավապաշտպանների նախաձեռնության այս ուղղությամբ որոնք են լինելու, ինչպես մենք պետք է ավելի այսպես հստակ ներկայացնենք, ինչ միջոցներով ավելի շատ, թե քաղաքական ուժերին, ընդդիմադիր քաղաքական ուժերին, թե հանրությանը ինչպես պետք է մենք դիմենք, ինչպես պետք է ավելի հասկանալի դարձնենք, ինչպես պետք է ավելի արդյունավետ դարձնենք այս մեխանիզմը, որի մասին ես խոսում եմ։ Հատուկ նշեմ, որ մենք կարծում ենք, որ այս շրջանը ամենակարևորն է, այսպես արդյունավետն է այս գաղափարը ներկայացնելու համար, որովհետև առաջին ավարտվում է այն քաղաքական ուժերի
ձևավորման գործընթացը կամ հայտերի ներկայացման գործընթացը կամաց մոտենում է ավարտին, այսինքն են բոլոր անձինք ուժերը, որոնք հետ կապված կային այսպես հանրային ընկալում, որ նրանք հավանաբար մասնակցելու են ընտրություններին, դեռ իրենց հայտերներ ներկայացնում, արդեն որոշակի նախընտրական կոնֆիգուրացիաների մասին են խոսում, այսինքն սա նախընտրական շրջանն է եւ կարեւոր է այն, որ ավելի ուշ փուլերում կարծում ենք որ ակարգը ամբողջությամբ հագեցած կլինի քաղաքական բնույթի հարցերով եւ հիմա ճիշտ ժամանակն է որպեսզի մենք այս հարցը բարձրացնենք։ Հուսով ենք, որ մենք 1-2 ամսվա մեջ մինչև տարվա ավարտ ունենանք ավելի որոշակի արդյունքներ եւ իսկապես այս գաղափարը կյանքի կխոչվի։ Պարոն Մելիքյան, դուք երբ հասկացաք, որ այս խնդիրը պետք է դարձնել քաղաքական ուժերի օրակարգի մաս, կապված քաղբանտարկյալների թվի ավելացման հետ, թե մեղադրանքների բնույթի հետ, ինչից հասկացաք, որ փաստաբանների, իրավապաշտպանների ջանքերը այլևս բավարար չեն կամ արդյունավետ չեն։ Լավ հարց եք տալիս, մի քանի գործոն կար, որոնց մասին կուզեի խոսել։ Գործոն առաջին մեզանում կարծեք թե այս պահին փոխվում է իշխանությունների քաղաքական ռեպրեսիաների տրամաբանությունը։ Հատկապես Միքայել Սրբազանի նկատմամբ այս սրընթաց քաղաքական հետապնդման դատավճռի վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանությունները էապես ցածրացրել են քաղաքական հետապնդումների չափանիշը եւ ըստ էության պատրաստ են ցանկացածի նկատմամբ այն կիրառել նույնիսկ ամենափոքր վտանգի դեպքում։ Երկրորդ մենք հասկացանք, որ միջազգային կառույցներին հետ մեր աշխատանքը այս պահին չի կարող բավարար արդյունավետություն ունենալ եւ ավելի համակարգված ջանքեր են պետք։ Եվ երրորդ, այստեղ կարևոր է նախընտրական շրջանը եւ այն, որ քաղաքական ուժերը ակտիվության փուլում են գտնվում, մենք էլ, եթե կարելի է այսպես ասել, օգտագործում ենք առիթը այս ակտիվությամբ, որովհետեւ այդ ակտիվության որոշակի չափաբաժինն բաժին հասնի այն մարդկանց, ովքեր որ քաղաքական հետապնդման են ենթարկվում, որպեսզի նաև քաղաքական ուժերի ուշադրությունը դրա վրա կենտրոնացնենք, որտեղ տրամաբանական է, որ քաղաքական ուժերը կարող են մի փոքր այլ հարցերի վրա, այլ հարցեր առաջնահերթություն համարել, մենք էլ մեր խնդիրն ենք համարում նրանց այսպես հիշեցնելը կամ հակելը, որպեսզի նրանք այս հարցերը նույնպես կարևոր են։ Եվ կապված դուք նշեցիք Միքայել Սրբազանյանն, հենց շահարկումներ կան սրբազանների կալանքի ազատազրկման, ինչպես նաև Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված իշխանության ներկայացուցիչները նշում են, որ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, հետևաբար նրանց քաղբանտարկյալ անվանելը սխալ է։ Դուք կհիշեցնեք չափորոշիչները, որոնք վկայում են, որ անձը քաղբանտարկյալ է։ Այդպես սա է, որ իշխանություններին ինչ-որ առումով նաև հաջողվում է իրենց կեղծ թեզը մարդկանց գլուխները մտցնել, իսկ թեզն այն է, որ քաղբանտարկյալը պետք է պարտադիր քաղաքական գործունեությամբ զբաղվի, դա այդպես չի։ Ոչ թե անձի գործունեությունն է այստեղ էական, այլ այն, որ անձի նկատմամբ հետապնդումը իրականացվում է քաղաքական պատճառով, որոնք կարող են լինել քաղաքական պատճառներ։ Կոնկրետ Միքայել Սրբազանի պարագայում, օրինակ, նա եկեղեցու դեմ քաղաքական նպատակն է, պայքարի քաղաքական նպատակն է, որ հռչակված է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ Միքայել Սրբազանը որպես մեծ հեղինակություն ունեցող եւ բարձրաստիճան հոգեվորական բնական է, որ նրանք կարող են ընկալել, որ Միքայել Սրբազանի հեղինակությամբ կարող է որոշակի ազատության մեջ լինելով որոշակի խոչընդոտ հանդիսանալ։ Պարզագույն քաղաքական նպատակ է։ Այսինքն նրանք անթաքույց մտադիր են հարձակում գործել եկեղեցու նկատմամբ եւ եկեղեցու կարևորագույն պաշտպաններից մեկին չեզոքացնում են։ Դրանից ավելի քաղաքական նպատակ չի լինում։ Իսկ մյուս չափանիշը այն է, որ պետք է տարբերակված մոտեցում լինի։ Մենք տեսնում ենք այդ տարբերակված մոտեցումը, ես
Փնտրում եմ գոնե մեկ դեպք, որ առաջին անգամ միջին ծառայության արարք կատարած էլ 60-ից որևէ մեկին նկատմամբ ռեալ ազատազրկում կիրառված լինի, վերջի 2-3 տարվա գործերն եմ նայում եւ նման դեպք ուղղակի չեմ գտել։ Սա մաքուր տարբերակված մոտեցում է։ Եվ դուք ունեք հաշվարկ մոտավորապես այս պահին քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում։ Այս պահին, եթե մենք տնային կալանքը նույնպես հաշվում ենք, ապա այսպես 18-ի գործը ամենամարդաշատ գործը, եթե հաշվենք, 18-ից 17-ն են ազատության մեջ, որոնցից 4-ը տնային կալանք, 13-ը բանտային կալանք, դրան գումարած Սամվել Կարապետյան, դրան գումարած Միքայել Սրբազան, Ադրանիկ Չանիչյանի դեպքը չմոռանանք այդ հայտնի, ուրեմն ստրայքբոլի գործը, վերջերս կալանավորված անհայտ կորածի ընտանիքի անդամ հորեղբայր Արսեն Ղուկասյանը, նույնպես վերջին քաղբանտարկյալն է, ուրեմն ժամանակագրական առումով անազատության մեջ է տնային կալանքի տակ է Գարիկ Գալյանը, զոհվածի հայր, այսինքն 20-ից ավել մարդկանց մասին է խոսքը։ Պարզ է, եւ մի վերջին հարց, դուք նշեցիք, որ աշխատանքներից, այսինքն ակնկալվող հանձնաժողովի աշխատանքների ուղղություններից մեկն էլ պետք է լինի միջազգային, կառույցների հետ աշխատելը։ Վերջին տարիներին հատկապես ընդդիմադիր գործիչները, մնացած քաղաքասարակությունը, ակտիվիստները նշում են, որ միջազգային կառույցները, կազմակերպությունները աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, իրավունքների ոտնահարման դեպքերի վրա։ Այս մասով ինչ ակնկալիքներ կարող եք ունենալ։ Գիտեք, այստեղ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ կան։ Օբյեկտիվ գործոնն այն է, որ այդ կառույցները տարբեր քաղաքական պատճառներով հակված են հնարավորինս աչք փակել Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների վրա, բայց դա երբեք բացարձակ չի լինում եւ կախված է նաեւ ներկայացնողի աշխատանքի ինտենսիվությունից, հետեւողականությունից, արդյունավետությունը այո ցածր է, բայց զրոյական չէ։ Ինտենսիվ աշխատանքի դեպքում ես գոնե կանխարգելիչ նշանակություն տեսնում եմ հետագա քաղաքական հետապնդումների ծավալման հարցում։ Բայց պետք է հետևողականորեն հարցը բարձրացնել։